Ողջույն սիրելիներս, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Նախապես ասեմ, որ իմ թեմատիկ պլանով կան հատուկ ընտրված դասեր, որոնք ամբողջ դասագրքից ընտրվել են, որպեսզի մենք անցնենք։ Եթե դուք ինչ-որ մի դասի կարիք ունեք, որը ուզում եք, որ ես բացատրեմ, ես սիրով կբացատրեմ։ Իսկ առայժմ ես բացատրում եմ միայն նրանք, որոնք իմ թեմատիկ պլանով ընտրված են որպես անցնելիք թեմաներ։ Այսօրվա մեր անցնելիք թեման է Պատվական Խաչատրյանի հայոց լեզու դասը։ Նախ երեխաներին հիշեցնում ենք որն է հայոց լեզուն, եթե բանաստեղծություններ գիտեն, ինչ-որ գեղեցիկ արտահայտություններ, թևավոր խոսքեր գիտեն հայոց լեզվի մասին, կարող են երեխաներին ասել։ Հետո ասում ենք որն է հայոց լեզվի հիմքը։ Հայոց լեզվի հիմքը մեսրոպյան տառերն են, որոնց շնորհիվ մենք կազմում ենք բառեր, բառակապակցություններ, նախադասություններ եւ պատմություններ ենք պատմում։ Նայում ենք նկարներին եւ փորձում ենք հյուսել պատմություն։ Տեսեք, հնագույն ժամանակներից մարդիկ գրել են, ունեցել են տարբեր գրելու ձևեր։ Քարանձավներում բնակվող մարդիկ պատմությունները պատմում էին նկարների միջոցով։ Նրանք դեռևս գրեր չունեին, որսի պատմություններ էին նկարում, հողագործության պատմություններ, ռազմի, պատերազմի պատմություններ եւ այս բոլորը քանդակում էին քարերի վրա։ Հետագայում հայերը ունեցել են սեպագիր տառեր։ Հիշում ենք Էրեբունի Պեշտաքաղաքի մասին արձանագրությունը, որը ցուցադրել ենք եւ բացատրել ենք, որ դա Էրեբունի Երևան մայրաքաղաքի անձնագիրն է համարվում եւ ասել ենք, որ հնում հայերը ունեցել են սեպագիր տարեր։ Հետագայում 405 թվականից հետո, երբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց ոսկեծամիկ հայերենի ամենագեղեցիկ այբուբենը, այդ այբուբենից հետո հայերս արդեն գրում եւ կարդում ենք միայն մեսրոպյան տառերի օգնությամբ։ Հայերեն լեզվով գրում ենք մեսրոպյան տառերի օգնությամբ։ Վերհիշում ենք, որ հայերենի այբուբենը ունի 36 հնչյուն եւ 39 տառ։ Հիշում ենք ձայնավորները, հիշում ենք բաղաձայնները, երկհնչյուն են, ոն եւ տառանշանը, որը 3 հնչյունի նշանակություն ունի։ Մենք կամ բառեր, որոնց մեջ այդ տառանշանը տեսնելիս կարդում ենք եւ կամ բառեր, որոնց մեջ տեսնելիս կարդում ենք էվ։ Նայում ենք նկարներին եւ հիշում, երեխաների հետ մի փոքր զրուցում ենք մայրենի լեզվի մասին։ Մեր մայրենի լեզուն հայերենն է։ Ծնված օրվանից երեխան լսում է իր մայրենի լեզուն, ծնողների խոսակցությունն է լսում, հարազատների խոսակցությունը, թոթովում է, առաջին բառերը սկսում է արտասանել իր մայրենի լեզվով։ Հետագայում մայրիկը հեքիաթներ է կարդում նրա համար, գնում է մանկապարտեզ, խոսում է հայերենով, հետագայում գալիս է դպրոց, կարդում, գրում է հայերենով։ Այսինքն ամբողջ կյանքում մեր լեզուն, մեր մայրենի լեզուն ուղեկցում է մեզ։ Տեսնենք, ինչ սիրուն բանաստեղծություն է գրել Պատվական Խաչատրյանը մեր լեզվի մասին։ Դու հնաբար, մեսրոպատառ, աղբյուրի պես ջինջ ու կայտառ, դու մոր նման միշտ տուն կանչող, մայր հողի պես միշտ կանաչող, դու այնպես կուռ, այնպես անպից, եւ ինչ լավ է հասել ես ինձ, թե կորչեիր հանկարծ անհետ, ինչպես խոսեր մայրս ինձ հետ։ Կարդում ենք յուրաքանչյուր բառը բացատրելով։ Դու հնաբար, այսինքն հին բառերից կազմված։ Մեսրոպատառ, ինչպիսի տառեր ենք օգտագործում, մեսրոպյան տառերը, որովհետև Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել դրանք։ Աղբյուրի պես ջինջ ու կայտառ։ Ջինջ նշանակում է մաքուր, պարզ, վճիտ, հստակ։ Կայտառ նշանակում է ժիր, աշխույր։ Մեր լեզվին նմանեցնում է աղբյուրի, մեր լեզուն նմանեցնում է նաև ջրի կարկաչի։ Դու մոր նման միշտ տուն կանչող, մայրը միշտ կանչում է տուն, չէ՞, այդպես է լեզուն, կարծես անընդհատ մարդուն կանչում է իր տունը, իր հայրենիքը։ Մայր հողի պես միշտ կանաչող, կանաչող այսինքն չի չորանում, չի կորչում, չի մեռնում, միշտ ծաղկում է։ Մեր լեզուն էլ հավերժական թող լինի երեխաներ, եւ դուք սովորեք միշտ խոսել գեղեցիկ հայերենով։ Դու այնպես կուռ, այնպես անպից, կուռ նշանակում է հաստատուն, ամուր, կայուն, անպից նշանակում է մաքուր, անաղարտ, սուրբ, թե կորչեիր հանկարծ անհետ, ինչպես խոսեր մայրս ինձ հետ, անհետ նշանակում է առանց հետք թողնելու, անվերադարձ։ Շատ սիրուն բանաստեղծություն է, ցանկալի է, որ երեխաները սովորեն այս բանաստեղծությունը անգիր։
Ինչի հետ է համեմատում հայոց լեզուն։ Բանաստեղծության մեջ պատվական Խաչատրյանը համեմատում է աղբյուրի պես, մորն է նմանեցնում, չէ, եւ ասում է, թե կորչեիր հանկարծ անհետ, ինչպես խոսեր մայրս ինձ հետ, այսինքն անփոխարինելի է մայրենի լեզուն, ինչպես մայրը։ Հայոց լեզուն ինչպես է հասել մեզ։ Երեխաների օգնությամբ պատմում ենք, որ ժամանակի ընթացքում ծնողների միջոցով մայրն է սովորեցրել լեզուն, հետո ուսուցիչն է սովորեցրել եւ սերնդե-սերունդ փոխանցվելով լեզուն հասել է մեզ։ Եթե տարրերը չլինեին, եթե չլիներ մեզ մաշտոցը, Աստված գիտի, մենք մեր լեզվով կկարողանայինք խոսել, թե կձուլվեինք օտար ազգերին եւ այլևս որպես հայ գոյություն չէինք ունենա։ Եվ իզուր չէ, որ ասում են մեսրոպյան տարրերը հզոր բանակ են, որոնք պայքարել են հայ ազգի գոյության համար։ Աղբյուր եւ ամպից բառերը պարտադիր բառացանկի բառեր են, ցանկալի է գրել, կազմել նախադասություններ կամ բառակապակցություններ։ Մաքուր, ամպից, անարատ աղբյուր բառով կարելի է կազմել քչքչյան աղբյուր, ժիր, կայտառ, պարզ, ջինջ աղբյուր, ամպից աշխատանք, ամպից անուն։ Նաև կարելի է նախադասություններ կազմել։ Կատարում ենք առաջին առաջադրանքը։ Գտիր, ինչ բառեր են գրված։ Հայ, հոն հիշում ենք, որ այբուբենի հ հնչյուն տարի անունն է։ Հայ, հայերեն, Հայաստան, հայրենիք, հո անունով, հ տառն է։ Առաջադրանք երկուսը։ Այնպես պատասխանիր, որ բոլոր պատասխանները սկսվեն այով։ Որ դասարանում ես սովորում։ Առաջին, դու կաշտալ սիրում ես։ Այո, երբ է շոգ լինում։ Ամռանը, գիշերը, ինչ չես տեսնում երկնքում։ Արև, այստեղ երեխաները երբեմն կարող են գիշերվա հետ խառնել ու ասել աստղեր, բայց երբ հարցնում ես ինչ չես տեսնում, իրենք ուղղում են եւ ասում արևին չենք տեսնում։ Երրորդ առաջադրանքը, պատասխանը հարցի մեջ։ Ինչ կարելի է պատրաստել կոճղից։ Կոճ։ Ինչ էր քսվել մուրճի կոթին։ Մուր։ Տեսեք, պատասխանը բառի մեջ է։ Կլոր փնից ինչ թռչուն թռավ։ Լոր։ Ընթրիքի ժամանակ ինչ կոտրվեց։ Աման։ Եվ առաջադրանք չորրորդը, որպես այդպիսին, հայոց լեզվի մասին ասել են, առած ասացվածներ են, որոնք կարելի է գրել գեղեցիկ ձեռագրով հրաշք բաժնում։ Հայի համար հայոց լեզուն այն է, ինչ որ մարտի գնացող զինվորի համար զենքը։ Հայը իր տառերով է պայքարում, իր գրով է պայքարում, իր լեզվով է պայքարում, ինչպես որ զինվորը զենքով։ Մաքուր եւ անաղարտ պահենք մեր լեզուն եւ չփոխարինենք ուրիշ ոչ մի լեզվով։ Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես, բայց եթե քո լեզուն չգիտես, ոչ ոք ես։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։